է որտեղ ենթարկվել կիբերհանձը, որտեղ որ հնարավոր չի ինչ-որ բառանել, ապա իրենք չգիտեն, որ կիբերհանձականում են։ Թանում է ցանկացած դիմում, որը վերաբերում է կուսակցությանը կամ դաշինքին, լիազոր ներկայացուցիչները անպայման պետք է իրազեկվեն։ Լիազոր ներկայացուցիչին ասում են, գիտեք ինչ, այս ինձ Ծեսինչյանի վստահված անձի դիմումով վարույթ ունենք, ասում ենք դες վստահված անձ չունենք։ Ուրեմն այդ վկայականներ պետք է կեղծնի, որ Էդի ինչ որ կերպ կարողանում են բացահայտվում, ուղարկում են բնականաբար իրավապահ մարմինների։ Ստեղ ասում եմ, այս կեղծ տվյալներ պարունակել ընտրական օրենսգրքում նաև ընտրական ցուցակները ներկայացնելու մասով տրված, եթե տեխնատուի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծ են։ Բայց մենք որպես այդպիսի չենք կարող գնահատել։ Այստեղ իշնեք ներքև ներկայացվել է վարչարության հիմունքների վարչակազմի մասին օրենքը, որը կարգավորում է, որը մեզ լիազորություն է տալիս, հիմնականը այս իրավական նորմերով մեր իրավունքներն է եւ այդ ընտրական օրենսգրքի նորմերն է, իշնեք ներքև։ Հիմա եկանք մեր խնդրին։ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն պետությունը ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը։ Իսկ կուսակցությանը գովազդային վահանակներ տրամադրելու մասին, որին X կուսակցությունը պատասխանել է, որ իրենց կուսակցությունը մտադիր չէ դրանք տեղադրել։ Դրանից հետո X կուսակցությունը դիմել է Z կազմակերպությանը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովի որոշում ուժի մեջ մտնելուց հետո երրորդյա ժամկետում կուսակցությունն արդեն իսկ պետք է պայմանագիր կնքած լինի, որից հրաժարվել է։ Պայմանագիր չկնքելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր, վահանակն այլ նպատակներով օգտագործելու, որն էլ արել է Z կազմակերպությունը։ Good.